Մեր բանակում չի եղել ինքնիշխան կամքի կենտրոն։ Ընդ որում, էլ եմ ասում, սա չի նշանակում, որ բոլորը եղել են ոչ, ես մթնոլորտի մասին եմ խոսում, ես տրամադրության մասին եմ խոսում, ես ընկալման մասին եմ խոսում։ Եվ սա է ճշմարտությունը, եւ այս ճշմարտության հետ մենք պետք է առերեսվենք։ Ես գիտեք, բացարձակապես ընդհանրապես ընդունված է ասել, որ մարդիկ կաբինետներում փակվում են, իրականության զգացումը կորցնում են, բայց ես երբեմն կաբինետից դուրս տեղի ունեցող իրադարձություններին հետևելով հասկանում եմ, որ շատ մարդիկ, ովքեր կաբինետներում չեն, իրենք են իրականության զգացողությունը կորցրել, եւ նրանք չեն գնահատում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի հետ։ Հայաստանը դուրս է բերվել թակարդից։ Սա ես գիտեմ, որ բարդ է խոստովանել, բայց Հայաստանը դուրս է բերվել թակարդից։ Եվ ընդհակառակ այսօր այս մարդիկ ինչ են ասում, ասում են դե ինչ ուզել են տվել եք։ Ընդհակառակը վերջին տարիների իրադարձությունների միակ պատճառը այն է, որ ընդհակառակը ինչ ուզել են ոչ մի բան չենք տվել։ Ոչ մի բան չենք տվել։ Այսօր մարդիկ եկել են բան են անում, Ղարաբաղ են լացում։ Ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար։ Ոչ մեկ։ Սկսած ֆինանսականից, ինչը երևում է բյուջետային թվերով, սկսած մնացածից ինչը չի երևում ու չի երևալու երբեք։ (2018) թվականից ինչի մենք զիջումների չգնացինք։ Ինչի մենք զիջումների չգնացինք։ Եսա լավ է, մինչև տարվա վերջ էլ այդ թեման էլ կփակենք, այդ բանակցային փաթեթներն էլ կհրապարակենք։ Որովհետև մեզնից զիջման ուզվում էր Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Դա այդպես չէր ձևակերպվում, ինչի ձեր կարծիքով են մնացածում ժամանակներում, երբ որ Հայաստանը անկախության հենց հաջորդ օրից, անկախության մասին հայտարարելու պահից կամաց տեղավորվել է այդ գրպանում, ինչի դա տենց է հայտարարվել։ Ոչ դա բոլորովին ուրիշ կերպ է հայտարարվել, ուրիշ վերնագրերով։